Սա հիմնական սյուժեն էր գրքի։ Կինը այստեղ նստի սպասի, մինչև տղամարդը այնտեղ ուրիշ սերերում գտնի իրան, հետո հետ գա իր մոտ։ Դրա համար Էլիզաբեթին ես sense մի քիչ չսիրեցի այդ աղջկան, անկեղծ չսիրեցի, որովհետև գիտակցել այդ ամեն ինչը, ընդունել դա, Ֆրիցի հետ այդ իրենց հարաբերությունները, Ֆրիցի մանիպուլյացիաները, այդ բոլոր, որ դու համբերի, ոչինչ, նա կգա, այսպես այնպես, ես այդ աղջկան չհանդուրժեցի։ Ու ամենահետաքրքիրը, որ ես հենց նոր գիտակցեցի, որ ոնց որ թե Սաղեմարկի միակ գործն է, որ լավ վերջաբան է ունենում։ Ես միշտ Ռեմարկի մասին խոսելուց ասում եմ, որ ինքը սիրում է մարդկանց էմոցիաների վրա խաղալ։ Դրա համար ինքը բոլորին սպանում, որովհետև բացասական զգացողությունները ավելի հեշտ են հիշվում։ Ես միշտ ֆիլմերի համար եմ ասում, բայց այո, գրքի ժամանակ에 երբ ինչ-որ մեկին սպանում են, միշտ ավելի այսպես ցայտուն է լինում բոլոր տպավորությունները։ Ու սկսում ես sense լաց լինել, այն ամենավերջին կուլմինացիոն կետում, երբ որ սպանում է։ Իսկ այստեղ ինքը sense թեև որ հերոսի հետ կապվել է իր լավ, դու sense կեսից ինքը sense մահանում է, դու sense չես նկատում էլ իր մահը, որովհետև դե հələ այնտեղ կարդալու բան կար։ Ու այս առաջի դեպքն է։ Դրանից հետո ինքը զգացել է ոնց է պետք էմոցիաների վրա խաղալ ու արդեն օգտագործել է դա։